Հայրենասիրական կուսակցության Երևանի կենտրոն շրջանային խորհրդի պատվիրակ Հասմիկ Ափյանին։ Խնդրում եմ նախապատրաստվի Տիգրան Աբրահամյանը։ Հարգարժան պարոն նախագահ, ՀՀԿ համագումարի հարգելի պատվիրակներ, մեծ պատիվ է այսօր խոսել այս դահլիճում մարդկանց առջև, ովքեր միավորված են մեկ գաղափարով և մեկ հավատով։ Հայաստանը վերագտնելու է իր երբեմնի կորցրած արժանապատվությունը և բռնելու է առաջընթացի և զարգացման ուղի։ Այո, նպատակը հստակ է, սակայն այդ ուղղությամբ տարվող մեր պայքարը դեռ ցավոք չենք հաջողել։ Պայքարից վստահ եմ, որ հետ չենք կանգնելու, չենք նահանջելու, խրամատը չենք լքելու, քանի որ մեզ միավորում է հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ սերը, հանուն հայրենիքի զոհողությունների գնալու պատրաստակամությունը և, պարոն նախագահ, ձեր իմաստուն առաջնորդությունը։ Պետության հզորությունը չի չափվում միայն տնտեսությամբ կամ ռազմական կարողություններով։ Պետության իրական ուժը կրթություն ստացած քաղաքացին է, քանի որ ուժեղ պետությունները ծնվում են կրթված հասարակություններից։ Կրթական համակարգը նորանկախ Հայաստանում ապրում է իր ամենաքաղաքականացված ժամանակահատվածը։ Դպրոցների բուհերի հետագա ճակատագիրը մշուշոտ է և կանգնած է փակուղու առջև։ Դպրոցի տնօրենները և բուհի ռեկտորները դարձել են քաղաքական որոշումների գերիներ, իսկ աշակերտներն ու ուսանողները այդ ամենի կործանիչ հետևանքների զոհեր։ Ուսուցիչներն ու դասախոսներն էլ աշխատանքը կորցնելու ամենօրյա վտանգով այդ կամայականություններին հարմարվողներ, իսկ հարյուրավոր չհարմարվողներն ու հակառակվողներն էլ կրթական համակարգից այլևս դուրս շպրտվածի կարգավիճակում են։ Կար ժամանակ, երբ կրթությունը առանցքային նշանակություն ուներ երիտասարդների բարեկեցության հարցում։ Ցավոք, վերջին տարիներին տարվող պետական, նպատակաուղղված, քայքայիչ քաղաքականության արդյունքում պատկերը միանգամայն փոխվել է։ Այլևս բոլորի համար է տեսանելի, որ գիտելիքն արժեզրկվել է։ Մարդիկ նայում են այսօրվա իշխանավորներին և մտածում. եթե նրանց նմաններն են հասել այսպիսի բարձր և պատասխանատու պաշտոններին, սովորելու իմաստը ո՞րն է։ Այո, որակյալ գիտելիք ունենալն այլևս ուղիղ համեմատական չէ ոչ բարեկեցիկ ապրելուն, ոչ կարիերային հաջողություններին։ Մենք այսօր կրթություն ստանալու անհրաժեշտության վերարժևորման խնդիր ունենք։ Ամեն ինչ սկսվեց, երբ կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը չարամտորեն միացրին իրար, ոլորտի պատասխանատուներ կարգելով պետական համակարգում աշխատանքի փորձ չունեցող, ոլորտին չտիրապետող, շատ դեպքերում հայկականը չսիրող անհասկանալի կերպարներով, որոնք ջանք ու եռան չխնայեցին ավիրելու նշված ոլորտները, արմատավորելով այնպիսի արատավոր երևույթներ, որոնք հեռու են հայ ինքնությունից։ Նրանք եկել են կրթությունից դուրս հանելու ազգային բաղադրիչը և դա անում են գիտակցված ու վճռական։ Հայոց պատմությունը Հայաստանի պատմությամբ, Արարատը Արագածով, Մաշտոցի նկարը QR-ով փոխարինելով, խեղաթյուրված նյութերով և օտարածին քարոզչության դրսևորումներով դասագրքերը կրթական համակարգ ներմուծելով։ Դե իսկ առաջին քրիստոնյա երկրում հայոց եկեղեցու պատմություն առարկան էլ տարալուծելը հիմք դրեց հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող անբարո պայքարին, ինչի վերջնանպատակն էլ ազգային եկեղեցին շարքային կրոնական կառույցի վերածելն է։ Պատկերը քանի գնա, ավելի զարհուրելի է դառնալու։ Այո, պայքարել է պետք, և այդ պայքարի առաջամարտիկը պետք է լինի Երևանն ու երևանցին, իր վրա վերցնելով հիմնական բեռը, եթե իհարկե չի ուզում դառնալ Իրիվան կամ Իրիվանցի։ Պարոն նախագահ, ձեր զեկույցի սկզբում դուք խոսեցիք ապրիլյան պատերազմի 10-ամյակի մասին։ Մեր ընտանիքում ապրիլյան պատերազմի հաղթանակը նշանավորվել է ևս մեկ կարևոր իրադարձությամբ։ 2016 թվականի ապրիլի 4-ին
լույս աշխարհ եկավ մեր ընտանիքի Անդրանիկ զավակը, Աշոտը, ով այսօր դառնում է 10 տարեկան։ Հիշում եմ, այդ օրը ես եւ ծննդատանը ինձ օգնող բժիշկները սրտատրոփ սպասում էին ոչ միայն որդուս ծնվելուն, այլև ապրիլյան պատերազմի բաղձալի հաղթանակի ավետիսին։ Այնքան էինք տարվել լրահոսին հետևելով, որ մի պահ մոռացել էինք ինչի համար ենք հավաքվել։ Մեր որդին եւ այդ սերունդը խորհրդանշում են հաղթանակած Հայաստանը եւ նրա հարատեվությունը։ Նրանք ծնվել, մեծանում, ապրում ու արարելու են իրենց հայրենիքում։ Իսկ մենք պարտավոր ենք այդ սերնդի եւ ապագա սերունդների համար ապահովել ամուր, հզոր եւ հաղթանակած պետություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Հասմիկ